Պարոն Վարդանյան եւ գործընկերներ, բացասական վերաբերմունք բացարձակապես չի կարող լինել մշակութային ժառանգության, հոգեվոր մշակութային ժառանգության եւ հատկապես հուշարձանների պահպանության եւ պաշտպանության առնչությամբ։ Բայց այստեղ վարկաբեկող եւ հանրությանը մոլորեցնող մի քանի հայտարարություններ եղան եւ ուզում եմ որ այդ տեսակետները խմբագրեմ։ Նախ եւ առաջ հիշեցնեմ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին հարաբերությունների մասին օրենքը, որի հոդված երկրորդն ասում է. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումը։ Հիմա ինչ վերաբերում է հուշարձանին եւ գույքին, դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Այստեղ խառնեցիք իրար, խոսքը հուշարձանի մասին է։ Հուշարձանը գույք չէ։ Եվ ինչ վերաբերում է, ուրեմն հայ առաքելական եկեղեցուն մի վարքյան մի ընդհատեք ինձ, հայ առաքելական եկեղեցին ունի իր կանոնադրությունը եւ այդ կանոնադրության համապատասխան ընծայաբերման ավանդույթներ եւ մասունքներ փոխանակելու նվիրելու դարավոր ավանդույթներ կան։ Հայ առաքելական եկեղեցին նվազագույնը գոնե ինչ որ այսօր պատմական արձանագրումներ կա 30-ից ավելի մասունքներ է ստացել քրիստոնեական աշխարհից, միգուցե եւ նաեւ ոչ քրիստոնեական աշխարհից, գոնե վերջին 3-ը ես հիշում եմ, որ Հռոմի 3 տարբեր պապեր հայ առաքելական եկեղեցուն նվիրել են Սուրբ Բարդուղիմեոսից մասունքներ եւ այլն, այսինքն մասունքներով փոխանակումը եկեղեցու քրիստոնյա աշխարհում ընդունված ընծայաբերման կարգ է եւ այստեղ պետությունը կաներեք պետությունը գնա եւ քիթը խոթի հայ առաքելական եկեղեցու նվիրաբերման կարգի մեջ ինչ էս նվիրել ինչ է ստացել ուղղակի վարկաբեկվում է ժառանգության պահպանության ազնիվ մտադրությունը բայց երբ որ այստեղ դուք շատերը թեման տարան այնպես թեման տարան որ կարողա չգիտեմ եկեղեցի օտարվել եւ նախադեպը իսկ չունենք սա թույլ է տալիս ինձ եւ շատերին մտածել եւ հաստատապես մտածել որ սա հայ առաքելական եկեղեցու դեմ ձեր քաղաքական ուժի կողմից սանձազերծված ասպատակության եւ թիրախավորման շրջանակներում հերթական առիթն է վարկաբեկելու եկեղեցին երբ որ բացարձակապես այդ մասին հիմք չկա եկեղեցին ունի իր իրավունքը ինչպես ազգային ժողովի նախագահ տարբեր պատվիրակությունների հետ նվերներ է փոխանակում, այդ մասունքների փոխանակումը եւ եթե մեր Նոյան տապանից մի մասունքը Հռոմի մի խոսքով նվիրված Հռոմի պապին, նույն կերպ մենք ունենք Նոյան տապանի մասունք, սա եկեղեցու նվիրա ընծայաբերման կարգն է, չի կարելի վարկաբեկել եկեղեցին չհիմնավորված փաստերով։ Խոսքը դրա մասին է։ Իսկ եթե խոսքը մշակութային ժառանգության պահպանությանն է, իսկապես ոչ ես, ոչ մեր խմբակցությունից որևէ մեկը չի կարող դրա դեմ մեղանչել։ Բայց իրական նպատակ ավելի քան հստակ այստեղ ցուցադրեց։